շատ բիզնեսմեններ ու նաև անհատներ այդ փողի հետ աշխատելու ձևը չգիտեն։ Իհարկե, իրենք գործիքները չեն ճանաչում, բայց նաև մտածողության խնդիր է, որտեղ մարդ ասում է, ես իմ բիզնեսը սկսել եմ շուկայում մատ սեղանիկ եմ ունեցել։ Մի ուրիշը հիմա պիտի գա ու իմ տարիների ջանքը, քրտինքը կոպեկներով առնի ինձնից։ Ասում եմ ընկերության կեսը տալիս եմ ուրիշ մարդու, օտարի, որ չգիտի, հետո գալու է խառնվելու եմ գործին, ասելու այսպես արա, այնպես արա։ Ես եմ որոշում։ Ուզում ես որոշեմ։ Հաստատ փոխվելու է վիճակը եւ դու հաստատ հետո հայտնվելու ես խնդիրների առջև, թե չզարգանաս։ Իսկ զարգանալ միայն բնական, օրգանական ձևով շատ դժվար է մեր ժամանակներում։ Հա, այնպես չի, որ իրական սեկտորում ներդրողներից շատ քանակ կա, որտեղ Հայաստանում ամեն դեպքում ներդրումների ռիսկը բավականին բարձր է, բայց այդ ռիսկը նաև բարձր է հենց այն պատճառով, որ ընկերությունները թափանցիկ չեն եւ չեն ուզում լինել թափանցիկ։ Իրենք գիտակցված ուզում են մնալ անթափանցիկ։ Իրենք չունեն ֆինանսական մշակույթ, չունեն ֆինանսական տնօրեն կամ չեն անում որևէ իրանց գործունեության որևէ աուդիտ։ Իրենք այսպես տնավարի գործում են։ Մեր խնդիրը անգամ այն է, որ մարդիկ, ովքեր կարող էին միանալ եւ կազմել ավելի երկար շղթաներ արժեքի ստեղծման, չեն միանում։ Եվ մեր բոլոր, քանի որ միկրո բիզնեսներ են, արժեքի շղթաները շատ կարճ են եւ իրենք շատ խոցելի են այդ պատճառով։ Եվ նաեւ շատ քիչ գումար են վաստակում։